Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հունիսի 2-ն է և այս հաղորդման ընթացքում հիմնականում խոսելու ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմա տեղի ունենալիք բանակցություններից, որը որ քիչ անց, րոպեներ անց պետք է որ մեկնարկի, եթե էլի չհետաձգեն անցած անգամվա նման, և պետք է խոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այս մեկ գիշերվա մեջ ռազմաճակատում, քանի որ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել և կարծես թե կողմերը փորձում են անել ամեն ինչ, որպեսզի բանակցություններից առաջ ավելի ու ավելի բարելավեն իրենց դիրքերը։ Բայց սկսում ենք Հայաստանին վերաբերող հարցերի քննարկումով, սակայն նախքան դա անպայման հիշեցնեմ նաև լայքերի համար, սիրելի հայրենակիցներ, միշտ շնորհակալ եմ յուրաքանչյուր մեկիցդ, ով որ միշտ հիշում է լայքերի համար, չի մոռանում և կրկին խնդրում եմ, որպեսզի անպայման լայքեք և հնարավորության դեպքում նաև տարածեք մեր հաղորդումները։ Եվ Հայաստանին վերաբերող ամենակարևոր հարմ տեղեկությունը այն է, որ Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ Սա շատ կարևոր համաժողով է մեզ համար և այն, որ հիմա այն տեղի ունենում Սյունիքում, Գորիսում շատ բանի մաս է խոսում։ Արդեն իսկ ունենք կարևոր հայտարարություններ Հայաստանի փոխհարկորձ նախարարի կողմից, որը որ շատ է կարևորել Ֆրանսիայի դերը և կրկին Հայաստանի քաղաքականությունն է հստակեցրել թե Հայաստան-Ֆրանսիա համագործակցության մասով և թե հայ-ադրբեջանական ապագա խաղաղության պայմանագրի մասով, չեմ կարծում, որ անհրաժեշտ է կետ առ կետ այդ հայտարարությանը անդրադառնալ, մեծ հաշվով այդտեղ նոր բան չկա, բայց չափազանց կարևոր է սա։ Բայց ասեմ, որ ինչքան էլ մենք ողջունենք այդպիսի համաժողովները Գորիսում, մենք պետք է հասկանանք մենք բան, որ մեր քաշային կարգը պետք է փոխել և մենք պետք է ավելի առաջ շարժվենք, քանի որ տեսնում ենք, թե Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը միասին ինչ կարգի հանդիպումներ են անցկացնում և որտեղ։ Նախագահների և վարչապետների մակարդակով հանդիպում են անցկացնում հենց մեր քթի տակ, Բերձորում, և դա շատ բան է նշանակում։ Եթե Հայաստանի իշխանությունները կարողանային օրինակի համար Ֆրանսիայի նախագահի և Հնդկաստանի վարչապետի հետ անցկացնել նման հանդիպում Սյունիքում, դա կլիներ ուղղակի հրաշալի։ Այս պահի դրությամբ դա կարծես ֆանտաստիկայի ժանրից է, կամ Հնդկաստանի վարչապետի, Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև նույն Սյունիքում տեղի ունենար հանդիպում, չեմ ասում այդ հանդիպմանը կարելի էր ընդգրկել Հունաստանին, քանի որ դա այլ ձևի լարվածություն կարող է առաջացներ, մեր նպատակը ոչ թե լարվածություն առաջացնելն է, այլ ցույց տալ, թե որքան լուրջ երկրներ են շահագրգռված, որպեսզի Սյունիքում խնդիրներ մենք չունենանք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներ դժվար թե հնարավոր լինի մոտակա այս մի քանի տարիների ընթացքում բերել Սյունիք և նման հանդիպում անցկացնել, նույնիսկ պետքարտուղարի մակարդակով, դա ուղղակի այս պահի դրությամբ ֆանտաստիկայի ժանրից է, բայց Հնդկաստանի վարչապետի մասով, չնայած որ Հնդկաստանի և Հայաստանի վարչապետների միջև կարծես նորմալ կոմունիկացիա էլ չկա այս պահի դրությամբ, տարբեր համաժողովների հանդիպումների ընթացքում ոտի վրա զրույցներ, բայց մենք պետք է ձգտենք դրան, որպեսզի Հայաստանի վարչապետը կարողանա այցելել Հնդկաստան, հանդիպել Հնդկաստանի վարչապետի հետ և այդպիսի կարևոր առանցք ձևավորենք, որպեսզի թե Երևանում և թե Սյունիքում հնարավոր լինի անցկացնել նմանատիպ հանդիպումներ։ Դուք պատկերացրեք, թե մենք որքանով հետ ենք այս առումով Թուրքիայից և Ադրբեջանից, որ նրանք երեքով Պակիստանի հետ միասին կարողանում են անցկացնել այդպիսի հավաքներ։ Դրանից բացի մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես Ադրբեջանը գրաված Արցախում կարողանում է տարբեր տեսակի համաժողովներ անցկացնել, թուրքական աշխարհի ներկայացուցիչներին հավաքել, նույնիսկ Հունգարիայի վարչապետին տանել Արցախ։ Այս ամենը մենք պետք է շատ լուրջ ձևով հաշվի առնենք և հասկանանք, թե որքանով հետ ենք այդ առումով Ադրբեջանից, բայց կրկին վերադառնամ այս համագործակցության 5-րդ համաժողովին, որը որ տեղի ունենում Ֆրանսիա և Հայաստանի միջև, չափազանց կարևոր է, չափազանց կարևոր սկիզբ է,
բայց մենք շատ արագ պետք է ավելի բարձրացնենք Սյունիքում անցկացվող հանդիպումների մակարդակը։ Նույն այն ֆորումը, որը որ վերջին օրերին տեղի ունեցավ Երևանում, Երևանյան երկխոսություն, արդեն իսկ անվանումը ընտրված է, բայց այդպիսի ֆորումները կարծում եմ շատ ավելի ճիշտ կլինի անցկացնել Սյունիքում, բայց ավելի պարզ է, որ դժվար է հյուրերին բերել Սյունիք, բայց կարծում եմ դրա ձևն էլ կլինի մեկօրյա այդ Սյունիք, շարունակել գործունեությունը Սյունիքում, չգիտեմ, սա ուղղակի ես ձեզ հետ միասին սիրելի հայրենակիցներ բարձրաձայն մտածում եմ այդ մասին, քանի որ հասկանում եմ, որ պետք է կոնկրետ հակակշիռ ցույց տալ թուրքական աշխարհին, որպեսզի Հայաստանի նկատմամբ ագրեսիա տեղի չունենա եւ ագրեսիա իրականացնելուց առաջ ադրբեջանական եւ թուրքական կողմերը շատ ավելի երկար մտածեն։ Հասկանում ենք, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների ուշադրությունը կենտրոնացած է նաեւ Հայաստանի վրա, Սյունիքի վրա, Իրանի ուշադրությունը աննախադեպ մեծ է Սյունիքի նկատմամբ եւ դա շատ լավ է, միշտ էլ ողջունել ենք Ֆրանսիայինը, մասամբ կարող է նաեւ Հնդկաստանինը եւ ելի եվրոպական մի շարք երկրներ Եվրամիության ուշադրությունը Ռուսաստանինը բացասական իմաստով, բայց մենք պետք է ձգտենք, որպեսզի կարողանանք ել ավելի ցուցադրելի դարձնել, որ երկրներ, կոնկրետ հզոր երկրներ, գերտերություններ, իսկ ես Հնդկաստանը համարում եմ արդեն գերտերություն, եթե ոչ այսօր, ապա վաղը հաստատ միանշանակ այն գերտերություն է, շատ կարևոր կլիներ մեզ համար, որ Հնդկաստանից, եթե թեկուզ ոչ վարչապետի մակարդակով, հիմա գոնե այլ տեսակի բարձրաստիճան պատվիրակություն այցելեր Հայաստան եւ անպայման մեկներ Սյունիք։ Այսքանը Հայաստանի մասով եւ հիմա անցնենք միջազգային հարցերի քննարկումից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի հերքում են, որ իրենք տեղեկացված էին ուկրաինական երեկվա հատուկ օպերացիայից, որով որ գիտեք Ուկրաինան հարվածներ էր հասցրել, փաստացի հիմա պարզվում է 5 ավիաբազաների են նրանք կարողացել հարված հասցնել եւ նախ տեղեկություն կար, որ ամերիկյան կողմը տեղեկացված է եղել, Սպիտակ տունը հերքել է եւ հիմա կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան ասում են, որ հա, իրոք Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղեկացված չեն եղել եւ ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները, արտաքին հետախուզությունն ասում է, որ մենք ոչ մի տվյալ չենք տրամադրել ուկրաինական կողմին եւ ոչ մի ձևով չենք օգնել ուկրաինական կողմին այդ գործողությունը իրականացնելու համար, բայց ասեմ, որ երեք ասել եմ կրկին նշեմ, շատ լուրջ ռազմական գործողություններ, որը որ կարող է մտնել նույնիսկ դասագրքերի մեջ։ Երեք Զելենսկին է այս մասով հայտարարություն արել, նրա խոսքերով միանգամից օգտագործել են 117 դրոն, պատկերացրեք ինչքանակի դրոներ, եւ իրենց գրասենյակը այդ գործողությունը անելուց առաջ գտնվել է FSB-ի կողքին, այսինքն FSB-ի գրասենյակի կողքին է նույնիսկ եղել ուկրաինական այդ գրասենյակը, որտեղից որ իրականացվել է այդ գործողությունը։ Եվ Զելենսկին էլ է հաստատում, որ ինքնաթիռների 40 միավոր է խոցվել ուկրաինական բանակի կողմից։ Եվ Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ է ասում, որ 1 տարի+-ից ավել է նույնիսկ պահանջվել, որպեսզի այդ հատուկ գործողությունը ծրագրվի եւ կազմակերպվի։ Պետք է նշենք, որ այսօր արդեն հավանաբար առավոտյան բազմաթիվ պայթյուններ են լսվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Կուրսկի շրջանում բազմաթիվ անօդաչու սարքեր են պայթել Ռոստովում, Մոսկվայի Տրոպարևո շրջանում բազմաթիվ պայթյուններ են, ինչպես նաև Վորոնեժում բազմաթիվ պայթյուններ են եղել, Ռիազանի շրջանում նույնպես, եւ ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության իրենց հաջողվել է խոցել 162 ուկրաինական անօդաչու թռչող սարք, բայց այն որ պայթյուններ են եղել եւ կան նաեւ որոշ կադրեր, նշանակում է այն, որ Ուկրաինան բավականին լուրջ լայնածավալ դրոնային հարձակում է իրականացրել Ռուսաստանի տարբեր քաղաքների մարզերի վրա եւ կրկին կարողացել է խոցել բազմաթիվ օբյեկտներ։ Դուք գիտեք նաեւ գնացքների հետ տեղի ունեցած վթարները Ռուսաստանում եւ դրանց թիվը ընդհանուր առմամբ արդեն հասել է 4-ի,
տարբեր շրջաններում, տարբեր տեղերում գնացքներ են վթարի ենթարկվել եւ դա եւս խոսում է այն մասին, որ Ուկրաինան անցել է այդ մասով գրոհի, չնայած որ ուկրաինական կողմը հիմնականում կարծես թե չի մեկնաբանում այդ վթարները, որոնք որ տեղի են ունեցել ռուսական երկաթգծերի վրա։ Այստեղ կարևոր է նշել, որ արդեն պատվիրակությունները գտնվում են Ստամբուլում, ուկրաինական եւ ռուսական, դրանից առաջ, այսինքն այդ բանակցությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հեռախոսազրույց է ունեցել, ավելի ճիշտ եթե կոնկրետ ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Լավրովի միջև տեղի ունեցել հեռախոսազրույց, եւ ըստ հաղորդագրության բնականաբար պատերազմի դադարեցման հարցն է քննարկվել, նաեւ ցավակցել է Ռուբիոն այդ երկաթ գծերի վրա տեղի ունեցած վթարների ընթացքում մարդկային զոհերի մասով եւ ամենակարևոր ուղերձը ամերիկյան կողմի այն է եղել, որ Ռուբիոն կրկին Լավրովին ասել է, թե ինչ դիրքորոշում ունի Դոնալդ Թրամփը եւ ցանկանում է, որ այդ բանակցությունները ընթանան եւ պատերազմը դադարեցվի եւ խաղաղություն հաստատվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ Եթե անկեղծ ասեմ, ընդհանուր առմամբ այդ հաղորդագրությունից մեծ հաշվով մենք բան չենք հասկանում, թե ինչ են զրուցել Լավրովը եւ Ռուբիոն, բայց ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին մեկ անգամ եւս հորդորել են Ռուսաստանի Դաշնությանը ամեն ինչ անել, որպեսզի բանակցությունները հաջող ընթանան եւ հաստատվի խաղաղություն։ Այստեղ կարևոր տեղեկություն կա նաեւ, որը որ պետք է նշել այս կոնտեքստում, որ Թուրքիայի արտաքին հետախուզության ղեկավարը եւս միանալու է այդ բանակցություններին, գիտեք, տարբեր երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներ են մասնակցում արտաքին անվտանգության խորհուրդներից երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակցում այդ բանակցությունների, ինչը եւս վկայում է այն մասին, որ կարող է բավականին լուրջ որոշումներ կայացվեն։ Եթե լուրջ որոշումներ չկայացվեն այս բանակցությունների ընթացքում, ինչ սպասել, ես կուզենայի խոսել երկու սցենարից, վերնագրից եք դուք տեսնում, շատ կարճ, որպեսզի ոչ մեկին չձանձրացնենք։ Դուք հիշում եք, մենք շաբաթներ առաջ խոսում էինք այն մասին, այսինքն Վլադիմիր Պուտինի այն հատուկ հայտարարությունից հետո եւ անկնարկներից հետո մենք ասում ենք, որ պատերազմը ել ավելի ահագնանալու, ավելի լուրջ է դառնալու, ոչ թե խաղաղություն է հաստատվելու եւ այն այս պահի դրությամբ հաստատի տեղի ունեցավ մասամբ տեղի ունեցավ, քանի որ ընդհանուր մեծ մոբիլիզացիա չի եղել Ռուսաստանի Դաշնությունը խուսափում է հայտարարել այդ համընդհանուր մոբիլիզացիան, քանի որ հասկանում է, որ անհաջողության պարագայում շատ վատ է լինել Ռուսաստանի Դաշնության համար եւ միայն իրենք գիտեն, թե ինչ իրավիճակում է գտնվում իրենց տնտեսությունը, բազմաթիվ ֆակտորներ կան, որի պատճառով այս պահի դրությամբ դեռևս համընդհանուր մոբիլիզացիա Ռուսաստանը չի հայտարարել, բայց այդ ակնարկը կար, բայց այդ ակնարկից մենք նաեւ տեսանք, որ պատերազմական գործողությունները ահագնանալու են եւ դրանից հետո տեղի ունեցան հարվածները ուկրաինական քաղաքներին, դրոնային եւ հրթիռային բազմաթիվ մարդիկ զոհվեցին, Ռուսաստանի հարձակումը սկսվեց տարբեր շրջանների ուղղությամբ եւ նաեւ որոշ հաջողությունների հասավ ռուսական բանակը, գիտեք այդ մասին եւս մենք երեք խոսել էինք եւ հիմա էլ ուկրաինական այս պատասխանը, SART ծրագրերը, գործողությունը, որով որ խոցվեցին Ռուսաստանի խորքում գտնվող ինքնաթիռներ, ստրատեգիական նշանակության կարևոր ինքնաթիռներ, որոնք որ կարող են կրել ատոմային ռումբ եւ միջմայրցամաքային հարվածներ հասցնել Ռուսաստանի հակառակորդին, փաստացի այդպիսի կարևոր ինքնաթիռներ կարողացավ ոչնչացնել Ուկրաինան, ես ասեմ նույնիսկ դա այնպիսի կորուստ է, որը որ մի 3, 4, 5 կամ նույնիսկ 10 տարիների ընթացքում չկարողանա լրացնել Ռուսաստանը, քանի որ այդ ինքնաթիռների կորուստը միլիարդավոր, ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դոլարների կորուստ է, եւ դա կարևոր է նշել, որ ստեղծվել էր Սովետական միության ժամանակ, իսկ Սովետական միությունը համեմատելի չի այսօրվա Ռուսաստանի Դաշնության հետ եւ հնարավորություններն էլ չի կարելի համեմատել այսօրվա Ռուսաստանի Դաշնության հետ։ Հետեւաբար այդ կորուստը այնպիսի կորուստ է, որ կարող է Ռուսաստանի Դաշնությունը շատ երկար չկարողանա լրացնել եւ սա եւս ցուցադրում է այն, որ թե ինչ մասշտաբների է հասել այս պատերազմը։ Դրանից բացի
այդ մի քանի գնացների շրջվելը, պայթելը եւ այսօրվա նաեւ առավոտյան դրոնային հարձակումը բազմաթիվ քաղաքների եւ շրջանների վրա վկայում է այն մասին, որ պատերազմը արդեն շատ է ահագնացել, փոխել է իր ձևը եւ թե ինչպես են հիմա եվրոպացիները պատրաստվում պատերազմի, հնարավոր պատերազմի Ռուսաստանի Դաշնության հետ, դա ևս մեզ հստակ հուշում է այն, որ իրոք իրավիճակը շատ լուրջ է եւ շատ է փոխվել եւ այս Ստամբուլյան բանակցությունները արդեն հստակ ցույց կտան, թե ինչ ընթացք ունենալու ռուս-ուկրաինական պատերազմը, այն ավելի է ահագնանալու, այն տարածվելու է նաեւ ապագայում Եվրոպայի վրա, եվրոպական երկրների վրա, թե չէ։ Իմ պատկերացմամբ նույնիսկ այդ գործողությունը, որը որ երեք տեղի ունեցավ Ռուսաստանի ավիացիայի նկատմամբ, դա ևս կարող է ազդել այսօրվա բանակցությունների վրա։ Ռուսաստանի Դաշնությունը ավելի ու ավելի շատ է հասկանում, թե ինչ հետևանքներ կարող է ունենա այս պատերազմը, եթե հիմա շատ արագ ինքը չդադարեցնի այս պատերազմը, ինչ հետևանքներ կունենա դա նաև Եվրոպայի եւ Ուկրաինայի համար, նրանք ևս կարծում եմ շատ լավ հասկանում եւ գիտակցում են եւ հիմա այսօրվա սցենարները ես կարծում եմ, որ Ռուսաստանը նաև ինչքան էլ որ չի ուզում դադարեցնել պատերազմը, այնքան էլ վախենում է չդադարեցնել այդ պատերազմը, քանի որ հետևանքները իրոք կարող է կործանարար լինեն Ռուսաստանի Դաշնության համար։ Դրանք միանշանակ կործանարար կլինեն Ուկրաինայի համար, կործանարար կարող են լինել Եվրոպայի համար, ամբողջ աշխարհի համար, բայց Ռուսաստանի համար նույնպես միանշանակ այդ պատերազմի հետևանքները, եթե այս պատերազմը շարունակվի, միանշանակ կարող է շատ լուրջ կործանարար հետևանքներ ունենալ։ Եվ այդպիսի ահռելի կորուստը, որը որ երեք ունեցավ Ռուսաստանի Դաշնությունը, միանշանակ ազդելու է Ռուսաստանի ռազմական հնարավորությունների վրա, հատկապես ատոմային զսպման այդ ուժերի վրա։ Եվ հետաքրքիր տեղեկություն մենք ևս ունենք, որ Մեծ Բրիտանիան մտադիր է 12 սուզանավ հիմա ևս արտադրել, որոնք որ կրելու են ատոմային ռումբ։ Եվ այդ 12 պատկերացրեք հարվածային ատոմային ռումբ ունեցող սուզանավերը արդեն բավականին լուրջ զսպման միջոց են լինելու ընդդեմ Ռուսաստանի Դաշնության եւ կարծում եմ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության։ Հետևաբար ես չեմ բացառում երկու սցենար անել, որ այսօրվա բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի արդեն հասկանալ, թե ինչ ուղիով է շարժվելու աշխարհը։ Եվ նաև մեկ բան կարևոր է հասկանալ, որ պատերազմի դադարեցման որոշումը ամենայն հավանականությամբ, բնականաբար ոչինչ չի կարելի բացառել այս աշխարհում, տեղի չի կարող ունենալ այս պատվիրակությունների որոշումների արդյունքներում։ Մենք գիտենք, թե նախկինում չկան մեծ աժոտաժ Պուտինը մեկնելու է Ստամբուլ, թե չի մեկնելու, Զելենսկին էր մեկնել, Դոնալդ Թրամփն էր պատրաստակամություն հայտնել եւս գալ Ստամբուլ, հիմա այդպիսի խոսակցություններ ընդհանրապես չկան, բայց կան այնպիսի խոսակցություններ, որ հնարավոր է նախապատրաստել հանդիպում Վլադիմիր Պուտինի, Զելենսկիի եւ Թրամփի միջեւ, եւ կարծում եմ այս հանդիպումներից արդեն պարզ կլինի, թե որքան շուտ հնարավոր է, թե ընդհանրապես հնարավոր է, թե չէ նախապատրաստել այդ հանդիպումը։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ժամանակ ցկելու համար կարող է համաձայնվել 15-ից կամ ավելի շուտ 1 ամսից անցկացնել, նախաձեռնել նմանատիպ հանդիպում, թե նույնիսկ որոշեն 15 օրից անցկացնել, այն կհետաձգեն եւ 1 ամսից կփորձեն անցկացնել, եթե որոշում լինի, որ 1 ամսից են անցկացնելու, այն կհերկարաձգեն եւ 1 ամիսուկես կպահանջվի, որ նման հանդիպում տեղի ունենա, եթե ընդհանրապես տեղի ունենա։ Եվ սա Ռուսաստանի Դաշնությունը անելու է նրա համար, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը չընդունի այդ պատժամիջոցների վերաբերյալ որոշումը, արդեն 70-ից ավել սենատորներ աջակցում են Լինսի Գրեմի այդ նախաձեռնությանը, բավականին լուրջ, սարսափելի պատժամիջոցներ են, խոսել եմ դրա մասին, իմ չայլոց ասեմ, թե ինչու է այդ պատժամիջոցները կարևորվում, դա կարելի է ասել Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջին զենքն է տնտեսական մասով հիմնականում, եւ դա կարող է բերել նրան, որ ամիսներ անց Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունենա տնտեսության մեջ,
իսկ եթե տնտեսության մեջ խնդիրներ առաջացան, Ռուսաստանը չի կարողանալու շարունակել այդ պատերազմը։ Դեռևս չի խոսվում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից լայնածավալ օգնության մասին Ուկրաինային ռազմական, բայց կարծում եմ, որ հետագայում, եթե պատերազմը ահագնանա, այդպիսի որոշումներ եւս կկարողանան ամերիկացիները կայացնել, քանի որ մենք հիմա տեսնում ենք, որ Ուկրաինան արդեն բախվում է նոր խնդիրների ռազմի դաշտում, ռազմաճակատում, ճիշտ է դրոներով շատ լուրջ հրաշալի օպերացիաներ են կարողանում իրականացնել, բայց ռեալ հողի վրա Ռուսաստանը ունի բավականին զգալի առաջընթաց, որը որ չուներ շատ երկար ամիսների ընթացքում։ Սա է հիմնականում սիրելի հայրենակիցներ այն, ինչ ուզում էի ներկայացնել եւ կրկին նշեմ, որ այսօրվա հանդիպումներից մենք կկարողանանք արդեն ենթադրել, թե ինչ ուղի է ընտրելու Ռուսաստանը, բայց ամենայն հավանականությամբ ես գրեթե համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը անելու է ամեն ինչ, որպեսզի ել ավելի ցկցկի այս բանակցությունները։ Եվ հիմա, եթե նույնիսկ համաձայնվեն Պուտին-Թրամփ Զելենսկի հանդիպմանը, փորձելու են առավելագույնս ցկցկել այդ հանդիպումը։ Հիմնականում սա էր, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։